Բարի լույս սիրելի հեռուստադիտող Նուր TV-ի եթերում բարի առավոտ ծրագիրն է։ Այսօրվա թեմաները առավելապես մշակութային են, այնպես որ մնացեք մեզ հետ, քանի որ դրանք եւ հետաքրքիր են եւ բովանդակ։ Հայ արտ կենտրոնում ընթանում է նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Դե Պրոֆունդիս» խորոց սրտի խորագրով ցուցադրությունը։ Այն բաց կլինի մինչև հունիսի 12-ը, եթե դեռ չեք հասցրել գնալ, ապա գնացեք եւ այլեք նկարչի աշխատանքները, իսկ մինչև այդ ցուցահանդեսի մանրամասների մասին կխոսենք հենց նկարչի հետ, որն այժմ մեր տաղավարում է։ Բարի առավոտ, պարոն Ավետիսյան, շնորհակալ եմ մեր տաղավարում լինելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Մինչև կանդրադառնանք ցուցահանդեսին եւ առասարակ ձեր գործունեությանը, մի փոքր խոսենք ձեր առավոտների մասին, սովորաբար ինչպես են սկսվում արվեստագետի առավոտները։ Շատ տարբեր։ Ամեն արվեստագետ իր բնավորությունը ունի։ Ես չեմ կարող ասել, որ շատ շուտ արթնացող եմ, բայց դա ճիշտ է։ Երբ օրը սկսում ես առավոտյան շուտ, ամեն ինչ ճիշտ պլանավորում ես, թարմ ես։ Ես էլ ինչպես բոլոր մարդիկ օրվա անելիքներն եմ պատկերացնում, ծրագրավորում, հետո գնում եմ արդեն արվեստանոց։ Արդեն քանի տարի է, որ այդ գրաֆիկի մեջ եք։ Միշտ երևի, այսինքն ուսանողական կյանքից սկսած այդ հաշվի առնելով, որ երբ սովորում ենք, պետք է գնանք բու, հետո նոր մեր գործերով, հետո ավելի ազատ, երկար տարիներ արդեն չեմ հաշվել։ Ինչպես որոշեցիք, որ արվեստագետի ուղին է ձերը, նկարչի կարիերան է ձերը։ Ես չեմ որոշել, որովհետև աչքերս բացել եմ նկարչի ընտանիքում, նկարիչների ընտանիքում եւ շատ սիրել եմ մանկուց այդ ստեղծագործական միջավայրը, ինքն իրան է տեղի ունեցել։ Վաղ մանկուց նկարել եմ։ Այո, Նարեկ Ավետիսյանի ծնողներն են Մինաս Ավետիսյանը եւ Գայանե Մամաջանյանը, ովքեր արդեն, ինչպես նշեց նկարիչը, եւս եղել են նկարիչներ, արվեստագետներ։ Մինչև ցուցահանդեսին անդրադառնալը, այնուամենայնիվ կուզեի հեռուստադիտողի համար մի փոքր ձեր ստեղծագործական ուղին բացեինք, ընտանիքում կային նկարիչները, ոգևորողները կային, դուք էլ այդ ուղին բռնեցիք, ինչ որտեղ նաեւ պարտավորված, ինչ որտեղ այդ ամենի մեջ մեծանալով եւ մեծ սիրով, բայց որ պահին էր, որ հասկացաք, որ այո, դա է հենց ձերը, այլ ուղիներ ձեզ հետաքրքիր չեն։ Փառք Աստծո, մայրիկս ողջ է դեռ, եւ Աստված տա երկար տարիների կյանք։ Այո, Աստված տա։ Բոլոր մայրերին, բոլոր ծնողներին։ Հատուկ շեշտում եմ, որովհետեւ հայրիկից հետո, որին մենք շուտ կորցրեցինք, մայրիկս լինելով նկարչուհի, շատ բավականին մեծ դեր է խաղացել իմ կայացման մեջ։ Այսինքն ես նշեցի, որ այդ միջավայրում եմ մեծացել, բայց ինքը միշտ օգնում էր այն առումով, որ ճիշտ գրականություն էր ինձ առաջարկում, թանգարաններ էր տանում, դա կարևոր է, չէ՞ որ ընտանիքում նաև ուղղորդում են, երեխաներին, ծնողները, հետո արդեն միջավայրի հետ են ծանոթացնում, այդ շատ կարևոր է։ Ինքն իրան տեղի ունեցավ, ձեր հարցի պատասխանն եմ փորձում տալ, որովհետև երևի մարդու մեջ լինում է հակվածությունը, նախադրյալները եթե կան, արդեն մնացածը ժամանակի հարց է։ Ես այլ բան չէի կարող պատկերացնել, ճիշտն ասած։ Վերադառնանք ցուցահանդեսին, ի խորոց սրտի խորագրով է ցուցահանդեսը, որքանով այն կապ ունի նարեկացու ստեղծագործության հետ։ Ուղիղ կապ ունի, որովհետև երբ որ ես աշխատում էի այդ շարքի վրա, որը տարիների ընթացքում զարգացնում է եւ այն վերածվեց նախագծի, որովհետեւ մի շարք գաղափարներ եւ մեդիաներ միավորվել են, ընթերցում էի, ամեն օր ընթերցում էի նարեկացու ողբերգության մատյանը, շատ մեծ լիցքեր էի ստանում եւ զուգահեռաբար ուրեմն ստեղծում էի իմ մեկնաբանությունները գեղանկարչական։ Այսինքն դրանք կտավները իլյուստրացիաներ չեն նարեկացու, հոգևոր հույզերն են, իմ զգացողություններն են, որոնք ես ավելի շուտ փորձում էի ինչ-որ կերպարային մոդել էի ստեղծել, այդ մոդելի միջոցով ձևափոխելով անդադար արտահայտել, հասցնել մի շատ հետաքրքիր ինձ համար հետաքրքիր վիճակի, որը եւս ինչ-որ շերտեր պիտի իր մեջ բացահայտեր։ Այդտեղ սկսվեց ոնց որ իմ այդ պոստմոդեռնիստական երկխոսությունը
գաղափարի, պատկերի հետ, ձևափոխության հետ, բնօրինակ գաղափարի շուրջ խորհելու կարևորությունը առաջացավ կրկին եւ ես հիշեցի, որ ժամանակին անշուշտ ընթերցում կարդում էի հայտնի տեսաբաններից մեկի Բոդրիարի ուրեմն աշխատությունները եւ ուրեմն ինքը ունի այնպիսի տեքստեր, որոնք շատ մոտ էին այն խնդիրներին, որոնք ես բարձրացնում էի իմ շարքի մեջ։ Եվ այդ երկու բաների տարբեր դարաշրջանների գաղափարները համեմատելով կարծես թե առաջանում էր վիզուալ տեսողական կոնֆլիկտ, բայց դա հարթվեց։ Ես խոսում եմ բաների մասին, որը պետք է արդեն տեսնել, որտեղ տեսողական է արվեստը, էլի գեղանկարչությունը ի վերջո։ Շատ լավ, ցուցահանդեսը գիտեմ, որ դասական ցուցահանդես չի եւ պարունակում է նորարարական մոտեցումներ, խոսենք նաեւ թե մոտեցումներից եւ թե դրանց կարեւորությունից։ Քանի որ նշեցի գեղանկարչությունը եւ Բոդրիարից որ խոսում էի, Բոդրիարի հենց գաղափարները բերեցին նրան, որ ես արդեն օգտագործեցի նորագույն տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մինչ այդ երբ որ չկար, դեռ չէինք օգտագործում արհեստական բանականությունը, ես անում էի այդ նախագծից երկրորդ մասը թվային տեխնոլոգիաներով, տարբեր ծրագրերով ստանում էի սև ու սպիտակ, աղավաղված պատկերներ, դասական արվեստում հիմնական Հիսուսի կերպարի շատ ճանաչված այսպես դասական ստերեոտիպների աղավաղված պատկերները։ Հիմա ես կարողացա արդեն ստանալ ոչ թե դասական այդ պատկերների աղավաղումները, այլ պատրանք։ Կարծես թե դա լուսանկար է մի մարդու, որը մեր նման ապրել է, եղել է, մենք հավատում ենք։ Ինձ համար կարևոր էր այդ պատրանքի եւ իրականության ինչ-որ սահմանը, այդ հարաբերականությունը ցույց տալ, բայց աղավաղված վիճակով, իսկ ճշմարիտ պատկերը, կարծես թե հոգու խորքից եկող, դա ոչ այնքան գեղեցիկ, շատ հաստ, շատ էքսպրեսիվ, այսպես շերտերով արված նկարչություն է։ Եթե հասկանալի է, ինչ որ պատմում եմ, այո, խոսքը գնում է այդ երկու տարբեր բևեռների մասին, որոնք մի ընդհանուր գաղափարի մասին են։ Շատ լավ, ինչ գործեր են ցուցադրված, ինչ քանակի են դրանք եւ ինչ մեսիջ եք դրանցով փորձում փոխանցել արվեստասերներին։ Երևի սկսենք մեսիջից, որովհետեւ ես ուզում եմ ասել, որ հոգևորի որոնման մասին է խնդիրը, ոչ թե կրոնական ինչ-որ հարցեր կան այստեղ։ Հոգևորը ամեն մարդ պետք է ինքը բացահայտի, գտնի, շատ հետաքրքիր ուղի է։ Արվեստը ինքնին տալիս է բազմաթիվ հնարավորություններ այդ մասին խորհելու, բայց երբ որ նաև կա տեսողական պատկեր, սիմվոլ, որը անմիջապես ոնց որ հղումներ է տալիս թե նարեկացու կերպարի, ենթադրյալ կերպարի մասին, թե Հիսուսի, թե որևէ աստվածային մարմնավորում, որ մենք կարող ենք պատկերացնել։ Այսինքն բոլոր առումներով ես փորձել եմ ուրեմն արտահայտել այդ գաղափարը։ Եվ ուրեմն 33 կտավներ են մեծածավալ եւ երևի թե 100 կամ 100-ից ավել թվային աշխատանքներ։ Նաև կա ուրեմն երկու անիմացիոն աշխատանք եւ երաժշտություն հատված եմ օգտագործել Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայից։ Այո, հիմնականում այս գործերի մասին է խոսքը։ Նաև մեկ պերֆորմանս գործողություն արեցի բացման օրը հավաքված մարդկանց ներկայությամբ հատակի վրա լցված էր ավազ, նախապես, որի վրա ես նկարեցի, ավելի ճիշտ խազեցի, այսպես կարելի ասել, իխտուս կոչվող հունարենով խորհրդանիշը, որ առաջի քրիստոնյաները դեռ երբ որ խաչը չէր գործածվում որպես քրիստոնեական
խորհրդանիշ, սիմվոլ, այդպես իրար ճանաչում էին, քանի որ նրանք հետապնդվում էին, ինչ որ վայրերում մեկը կիսակոր էր գծում եւ սպասում էր մեկ ուրիշը հասկանա ինչի մասին է խոսքը եւ բնականաբար եթե շարունակում էր ուրեմն հասկացել է։ Հիմա իմ մոտ դա այլաբանություն էր, ես ուզում եի այդ խորհրդանիշով մարդկանց մի նոր ձևով հավաքել այդ գաղափարի շուրջ։ Մաքուր, անարատ, տենց հոգևորի մասին խոսելու ներկաներին հրավիրելու համար։ Այս կոնցեպտով ձեր առաջին անհատական ցուցահանդեսն էր։ Մաքուր հոգևոր առումով, որ ուղերձը հենց այդտեղ է ուղված, այսպես ասենք, ուղղությունը դա է։ Այո, միգուցե բառացիորեն այդ առումով, որ նարեկացի եմ ցիտում եւ այլ։ Այո, տեքստեր կային, չէ՞ որ ցուցադրության մեջ հենց տեքստը որպես ցուցադրության մաս, ոչ թե միայն ուղղորդող տեքստ, կոնցեպցիա, այլ բաղադրիչ մաս։ Եվ կարծում եմ շատ հետաքրքիր է, որ նարեկացին կարդան թե չկարդան, ինքը ինչ որ սակրալ բան ունի իր մեջ։ Ես նկատում եմ մարդկանց վրա ինչ որ հետաքրքիր ազդեցություն է թողնում։ Եվ նույնը բոլորովին արդեն ուրիշ տրամաբանական այսպես մտածելու առումով Բոդրիարը։ Քանի կոնցեպտուալ արվեստի էլեմենտներ են սրանք, կոնցեպտուալ արվեստը այդպեսի սառը մտքից հիմա արդեն կարող է բերել մարդուն ավելի զգայական դաշտ, որտեղ ժամանակակից արվեստում այլևս մենք չունենք խնդիր մաքուրիզմեր պահելու, այլ անցնելով այդ ամեն ինչի մեջ միջով մենք ստեղծում ենք մեր հետաքրքիր ինքնուրույն սինթեզները։ Իսկ այցելուների արձագանքը ինչպիսին էր, դուք ինչպես կգնահատեք, ձեր սպասելիքները արդարացված են, թե ոչ, պատկերացումները։ Շատ դրական, շատ հետաքրքիր, տարբերվող իմ նախորդ ցուցահանդեսներից։ Նույնիսկ ինձ համար անսպասելի էր, որտեվ ես գիտեք նման գաղափարները միշտ շատ զգուշ եմ մոտենում, որպեսզի ինչ-որ չպարզունակացվի, չժանացվի, ինչ-որ սպեկուլյատիվ, այսպեսի խոսակցությունների չբերի, բայց չէ, մարդկանց ընկալումները շատ ազնիվ են, կամ շատ մտածող, տենց երբեմն ինձ մոտենում են, տենց սկսում են ինձ գաղափարներով կիսվել, շատ դրական լիցքեր ես ստացա, այո, ինչպես եւ իրենք։ Իսկ ձեր նշած այդ գաղափարների կիսումը ձեզ մոտ առաջացնում է ինչ-որ մոտիվացիա կամ հիմք մեկ այլ գործ անելու։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև եթե վերջի արած աշխատանքդ բոլոր գիտեք, ինձ թվում է ոլորտներում է այդպես, եթե հաջողվել է կամ գոնե ինչ-որ չափով բավարարել է ստեղծողին, հեղինակին, այո, առաջանում է ցանկություն այն չարած բաները, որ այդտեղ կարելի էր անել, արդեն մի քիչ ուրիշ որակով պատկերացնել նոր ուրեմն աշխատանքների մեջ։ Հիմա վաղ է խոսել, բայց ինձ մոտ ինչ-որ բաներ առաջացան, մտահղացումներ։ Եթե փորձենք համեմատելու լինենք, դուք ցուցադրություններ շատ եք ունեցել, տարբեր այցելուների, արվեստասերների հետ շփումներ շատ են եղել։ Օրինակ 10 տարի առաջ, եթե մենք նայենք, հիմա եթե նայենք, այցելուները ինչով են սկսել տարբերվել։ Ավելի հետաքրքրասեր են, գուցե ավելի պահանջկոտ են։ Ավելի տեղյակ են, ինչը ուրախալի է։ Դեր է խաղում նաև ժամանակակից տեխնոլոգիաները, համացանցը։ Այն հարցերը, որ 10-15 տարի առաջ շատ էին մարդկանց անհանգստացնում, այս էլ կարող է լինել արվեստ արդյոք, թե չի կարող արվեստը որտեղ է ավարտվում, նման հարցեր չկան։ Մարդիկ ավելի կարծես թե լայնախոհ են դառնում, ավելի տեղեկացված։ Հիմա ազնվության ոնց որ թե գործոնն է կարևոր իրենց համար, որտեղ բոլորը հասկանում են, որ գրեթե ամեն բան այսօր հնարավոր է։ Բայց ազնվությունը միշտ չի, որ ուղեկցում է այդ տեխնոլոգիաների եւ մնացած հնարավորությունների հետ։ Եթե գտնում են գոնե մի փոքր ազնվություն եւ ինչ-որ վարպետություն, ինչ-որ օրիգինալություն, կարծում եմ այդ հիմնական հետաքրքրող բաներն է իրենց։
Դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք ցուցահանդեսի մասին խոսելիս, որ քանի դեռ արհեստական բանականությունը այս տեսակ մեծ թափով մեր կյանք չէր ներխուժել, դուք թվային տեխնոլոգիաներն եք օգտագործում ձեր աշխատանքները ներկայացնելիս։ Որ պայից հասկացաք, որ կարելի է նաև այդ մոտեցումը տալ արվեստին, այդ կերպով հանդես գալ։ Ազնիվ պատասխան եմ։ Ես շատ տարբեր մեդիաներով եւ տարբեր ոճային ձևափոխումների հետ կապված աշխատանք եմ արել իմ ընթացքում ստեղծագործական եւ դեռ 2000, երևի 2000 թվականին հեղինակեցի վիրտուալ արվեստի մանիֆեստ, այսպես էր կոչվում, որտեղ այդ հայեցակարգը ամբողջ իմ պատկերացումները զարգացման մասին առաջընթացի տեխնոլոգիական արվեստի ես գրեցի եւ կազմակերպեցի բավական մեծ ցուցահանդես նփակում 40 մասնակից կար եւ ինչն էր հետաքրքիր ավանգարդիստ արվեստագետները իմ գոլեգաները որոնք միշտ նորարար են եղել արել են ամենասպասելի նոր բաները այդ ժամանակ անտեղյակ էին Ենթադրում եմ առաջիններից էիք այդ շրջանում, որ վիրտուալ արվեստի մասին ինչ-որ բաներ կարելի ասել ամենը, որտեվ չեմ խոսում ճարտարապետների եւ դիզայներների մասին, որոնք նկարիչներից շուտ անշուշտ տիրապետում եւ գործածում էին տեխնոլոգիաները, մենք չէ, մենք ինչ որ հետ էինք մնացել։ Իրենցը կարիքից դրդված էր, ես կարծում եմ, օգտագործում է իրենց պարագայում, պետք է որ անեին, իսկ այ նկարիչների դեպքում ցանկություն է դա, դու կամ ուզում ես այդպես անել կամ ոչ։ Շատ ճիշտ եք։ Եվ ուրեմն հետաքրքիր էր, որովհետեւ որ այսպեսի խնդիր բարձրացվեց, շատերը փոխվեցին եւ սկսեցին դա օգտագործել։ Հիմա շատ կան արվեստագետներ, որոնք օգտագործում են եւ ինքս էլ դա եմ օգտագործում, այո։ Պարոն Ավետիսյան, խոսենք նաև առաջիկա ծրագրերից, արդյոք այլ ցուցադրությունների ուղղությամբ այս պահին աշխատում եք, կան այլ ծրագրեր, որոնց մասին կարող ենք հայտնել մեր հեռուստադիտողներին։ Ես աշխատում եմ անշուշտ, այդպես տարիների ընթացքում երևի ընտելացել եմ մի որոշակի աշխատելակարգի կամ աշխատելաոճի, որ արդեն ինձ մոտ ստացվում է 2-3 նախագծի վրա զուգահեռ աշխատել, այսինքն շատ ամպագորգոր չթվա, բայց դա օգնում է ինձ, որպեսզի որևէ մեկը այդ 2-3-ից ձանձրալի չդառնա։ Այսինքն ես ինչ-որ կլանված մի փուլ տրամադրում եմ մեկին, հետո անպայման են ամենահետաքրքիր պահին կտրվում եմ, որ մի քիչ փոխեմ իմ հայացքը, տրամադրությունը։ Եվ դա օգնում է մի քիչ այլ խնդիր լուծելուց արդեն դու նոր բաներ ես պատկերացնում կամ փոխանակում է տեղի ունենում նախագծից նախագիծ մեկը մյուսի վրա ազդում է, որոնք տարբեր լինելով իրար ինչ-որ նոր լրացումներ են անում։ Ունեմ 1-2 հրավեր արտերկրների, պարզապես դեռ այն փուլում է, որ նամակագրական կապ է։ Հաջորդ տարի հավանաբար կլինի Երևանում մի նախագիծ անհատական եւ այս տարի հուսով եմ Գաֆէսճյան կենտրոնում կլինի ես եւ իմ երկու ընկերները, մեկը ֆրանսահայ, մյուսը Շվեդիայից։ Էլի հայ։ Հայեր են, բայց շատ կարևոր մեր արվեստագետներից են, գալու են, մենք միասին պիտի անենք մի նախագիծ։ Սիրով կսպասենք այդ նախագծի իրականացմանը, չմոռանաք մեզ տեղյակ պահել այդ մասին։ Անպատճառ, իհարկե։ Եվ հետաքրքիր է, պարոն Ավետիսյան, այս տեսակ մեծ գործունեություն եք իրականացնում երկար տարիների ստեղծագործական ուղի եք անցել, ձեր վարպետությունը հասցնում եք փոխանցել երիտասարդ սերնդին։ Երբեմն ես հատուկ չեմ դասավանդում, Նանա Արամյանը, կինս, ունի ստուդիա, այսինքն ինքը արվեստագետ է, իմ նման այդպես նախագծեր անող, բայց քանի որ իր հայրիկը հայտնի դասախոս էր Արամյան Վարշակը, նա շատ սիրում է այդ դասավանդել բան, երբեմն իրեն հետ միանում եմ, ծրագրեր ենք անում, բացի այդ, ինչ որ մասնակի փորձ ունեցել եմ Բուն TV-ով մոտ 14 զրույցներ արվեստի պատմության մասին ունեցել եմ,
այդպես ոչ օֆիցիալ առումով շատ Բայց հաճախ որոշ քայլեր արվում են։ զրույցներ է լինում երիտասարդ արվեստագետների հետ։ Այո։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Ավետիսյան։ Ձեր ցուցադրության, տվյալ ցուցադրության այցելուները թող բազմապատկվեն այս ընթացքում, իսկ մնացած այլ պլանները, որոնք առաջիկայում արդեն ձեր առաջ կան, թող հաջողությամբ հասնեն ավարտին։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ, որի «Ի խորոց սրտի» ցուցադրությունը Հայ արտ-մշակութային կենտրոնում է, հասանելի է մինչև հունիսի 12-ը։ Այն ջերմ զրույցը, հետաքրքիր զրույցը, որը լսեցիք տաղավարում, կարող եք գնալ ցուցադրությանը եւ այնտեղ ցուցադրությունը տեսնելով արդեն ամբողջացնել, իսկ այս պահին ձեզ կմիանա արցախցի իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։